Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովային։ Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում։ Մինչ այդ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Նախորդին ուժեղ Հայաստան կուսակցության ձերբակալված անդամներից եւ համակիրներից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը։ Factor TV-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Երեկվա առավոտից իրավապահները խոզարկություններ էին իրականացրել ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ համակիրների տներում, Արտաշատի գրասենյակում, ինչից հետո մի քանիսին բերման են ենթարկել, 14 անձ ձերբակալվել էր ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքներով։ Հունիսի 7-ի ընտրությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի վերջին շանսն է։ Խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, նախկին ներկաբանավեճը հաղթահարելու միայն մեկ ձև կա։ Առաջիկա ընտրություններին ուժեղ Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցողիկ ժեմը չհաղթահարեն ու չանցնեն խորհրդարան։ Փաշինյանը վստահեցնում է, իրենք շատ արդյունավետ իշխանություն են, քանի որ երկիրը դուրս են բերել թակարդից։ Սահմանադրության տեքստը պատրաստ չէ հրապարակման հայտարարում է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նրա խոսքով բավարար ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու տեքստը, անելու առաջարկներ, որոնք միտված կլինեն դրա փոփոխությանն ու լրամշակմանը։ Գալյանը հավելել է, տարակարծություններ կան, որովհետև մեկանձնյա որոշումներով առաջ չեն շարժվում։ Բացի այդ, նախարարը տեղեկացրել է, որ Սահմանադրության նախաբանի մի քանի տարբերակներ կան։ Միացյալ Նահանգները եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ նախկինում կնքված պայմանագրերով զենքի որոշ մատակարարումներ հավանաբար կհետաձգվեն, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմը սպառում է ամերիկյան պաշարները, հաղորդել են Reuters-ի աղբյուրները։ Ուշացումները կանդրադառնան նաև Բալթյան եւ Սկանդինավյան երկրների վրա։ Հայտնի չէ, սակայն թե զենքի որ տեսակների վրա սա կազդի։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռումինական ռադարային համակարգերն արձանագրել են անօդաչու թռչող սարքի մուտքը երկրի օդային տարածք հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ժամանակ։ Սահմանային Չիլիևեչե գյուղից հարավարևելք կապը դրոնի հետ կորել է։ ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան 650 կիլոմետր երկարությամբ ցամաքային սահման ունի Ուկրաինայի հետ եւ անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտումների ու բեկորների անկման դեպքեր բազմիցս են գրանցվել, երբ Ռուսաստանը սկսել է հարձակվել Դանուբ գետի մյուս ափին գտնվող ուկրաինական նավահանգիստների վրա։